Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը չի դադարում, հակառակը սրվում է։ Ծովային տարանցման համաշխարհային կարևորագույն զարկերակը դարձել է աշխարհաքաղաքական լարվածության խոշոր օջախներից մեկը։ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև փոխհրաձգության վերսկսման փաստը հարցականի տակ է դնում Վաշինգտոն-Թեհրան հրադադարը։ Փոխելով մարտավարությունը, Միացյալ Նահանգների նախագահը շրջանառել է այսպես կոչված ազատության նախագիծը։ Դոնալդ Թրամփն այն անվանել է հումանիտար առաքելություն, որով ազատելու է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը։ Նա կրկին սպառնացել է Թեհրանին, հայտարարելով, որ Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի ազատության նախագիծ նախաձեռնության ամերիկյան նավերի վրա։ Սպառնալիքներին զուգահեռ ամերիկյան կողմը հայտարարել է 7 իրանական մոտորանավակ ոչնչացնելու մասին։ Սպիտակ տան ղեկավարը կարծես գոհ է ընթացքից։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Մենք շատ լավ ենք աշխատում եւ հոգ ենք տանում բիզնեսի մասին։ Մենք մի փոքր շեղվել ենք ուղուց, որը հիանալի է գործում։ Նրանք չունեն ոչ նավատորմ, ոչ ավիացիա, ոչ հակաօդային պաշտպանություն, ոչ էլ ռադարներ։ Նրանք ոչինչ չունեն։ Առաջնորդներ էլ չունեն, նրանք սպանվել են, բայց միևնույն է, մենք չենք կարող նրանց թույլ տալ միջուկային զենք ունենալ։ Վաշինգտոնում փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թրամփն Իրանի հետ հակամարտությունը աննշան է որակել, համեմատելով մի շարք երկրների դեմ նահանգների պատերազմների հետ։ Ասում են երկար է ձգձգվում այս պատերազմը, մենք Վիետնամում ենք եղել 19 տարի, Իրաքում երկար տարիներ 10-12 տարի։ Մենք կռվել ենք բոլոր այս պատերազմներում, Կորեա 7 տարի։ Ես դեռ չեմ նշում երկրորդ աշխարհամարտը, իսկ այս հակամարտությունը ես մինի պատերազմ եմ անվանում։ Թրամփի ազատության նախագծի մեկնարկից հետո Իրանի խորհրդարանի նախագահ գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է. Միացյալ Նահանգները վտանգի տակ է դնում Հորմուզի նեղուցում նավագնացությունն ու էներգետիկ անվտանգությունը, քանի որ ամերիկյան կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Մենք լավ գիտենք, որ ստատուս քվոյի պահպանումը անհանդուրժելի է նահանգների համար, ասել է Ղալիբաֆն ու հավելել. մենք նոր ենք սկսում։ Իրանի արտգործնախարարն էլ նշել է, որ ազատության նախագիծը փակուղի է տանում։ Աբբաս Արաղչին Վաշինգտոնին կոչ է արել զգուշանալ չարակամների դրդմամբ նորից ճահճում հայտնվելուց։ Նույնը պետք է անի նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Արտգործնախարարի խոսքով Հորմուզի իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի համար չկա ռազմական լուծում։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ պնդում է, ոչ ոք աշխարհում չի հավատում Միացյալ Նահանգների հռետորաբանությանը, թե պատերազմը սկսվել է Իրանի միջուկային ծրագրի պատճառով։ Աշխարհը տեսնում է Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումը կապված Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների մասով։ Վաշինգտոնի ու Թել Ավիվի ծրագիրն է այնքան թուլացնել Իրանին, որ նա ծնկի գա։ Իրանը երբեք չի հանձնվի։ Մեր ժողովուրդը հպարտ է ու արժանապատիվ, իսկ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ Իրան հրադադարի համաձայնագրից մեկ ամիս անց Թեհրանն օդային հարվածներ է հասցրել երկրին։ Էմիրատների հակաօդային պաշտպանության ուժերը որսացել ու խոցել են 19 հրթիռ եւ անօդաչու։ Ֆուջեյրայի նավթավերամշակման համալիրում պայթյուններ են որոտացել ու հրդեհ է բռնկվել։ Կա 3 տուժած։ Օմանը նույնպես հայտնել է իր երկրի տարածքի վրա գրոհների մասին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։